Սոսն ու Արամն են եկել։ Ուզում եմ Անգելինային տեսնել։ Գիտեք, Անգելինան շատ վատ վիճակում է, ինքը ոչ մեկին չի ուզում տեսնել։ Բոլորս ենք այդ վիճակում։ Ուզում եմ Անգելինային տեսնել։ Երկրորդ հարկ։ Ես դուրս կամ ձեզ չխանգարում։ Դրսում սուրտ է։ Հագից նստիր։ Թեք խմենք։ Երբ Անգելինան փոքր էր, ասում էր, բոլորը եղբայր ունեն, ես չէ։ Սեմն անընդհատ մազերից սա քաշում, այ որ եղբայր ունենայի, չեր անի։ Չեր անի։ Աննայի սիրած ստեղծագործությունն է։ Միշտ գիրքը ձեռքին պատոնագոքից սպասում էր ինձ։ Մեր հանդիպման վայրն էր։ Ինքը ներսից, ես դրսից։ Որովհետև մեր սերը արգելված էր։ Գիտեմ, պատմեց։ Գիտես ինչքան ենք ես սպասել։ Որ կրկեմ։ Արզվում է ինձ մոլորդ
Փնտրում եք։ Բայց ես միշտ ձեզ շատ մոտ եմ եղել։ Հասկանում եմ։ Եթե նույնիսկ մեղադրես դա էլ եմ հասկանում։ Ուզում եմ իմանաս, որ միշտ զգացել եմ, որ դու կաս, թե մտքումս, թե սրտումս։ Հենց մի փոքր հնարավորություն ու ինֆորմացիա եղել քո մասին, ամենահնարավորն ու անհնարին արել եմ, որպեսզի գտնեմ քեզ։ Այսօր բոլորդ գտանք։ Այսօր ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Կլինի անկեղծ լինեմ։ Իհարկե։ Չգիտեմ ոնց պիտի արձագանքեմ այս գրգախառնություններին, խոստովանություններին, հայացքներին, բառերին, իրոք չգիտեմ։ Ես քեզ լրիվ հասկանում եմ։ Չգիտեմ ինչ ասեմ, որտեղից սկսեմ։ Երևի սկսելու համար դեռ շուտ է։ Երևի։ Լավ չեք զգում ձեզ։ Սիրտս է ցավում։ Ճիշտ կլինի գնաք։ Չէ, ուզում եմ քեզ մոտ մնամ։ Չգիտեմ Աստծուն ոնց շնորհակալ լինեմ մեզ բայի համար։ Շտապ օգնություն կանչեմ։ Կարիք չկա, Արամը ներքևում է։ Ուրեմն իջնենք Արամի մոտ։ Չէ, ուզում եմ քեզ հետ զրուցել, ուզում եմ քեզ մոտ մնալ։ Խնդրում եմ ձեզ հիմա գնացեք հիվանդանոց։ Ես հեսա Արամին կկանչեմ։ Պապատ լավ չի։ Լավ չի։ Ամեն ինչ տեղներ է դեր պակաս։ Կնետ։ Հակնեց։ Կներես ինձ հորգուր։ Ես քեզ շատ եմ տանջում։ Մի ասա նման բան։ Դու շատ լավ գիտես, որ ես միշտ պատրաստ եմ քեզ համար ամեն ինչի ու միշտ կողքիդ եմ։ Ես չգիտեմ ինչի եմ ես ամեն ինչի միջով անցնում։ Ինչի Աստված ինձ այսքան փորձություններ ուղարկում։ Որովհետև ուժեղ ես։ Որովհետև կարողանում ես այդ փորձությունները տանել։ Իսկ ով ասեց, որ ես ուժեղ եմ։ Դուք ինչից ենթադրեցիք, որ ես ուժեղ եմ։ Դու ուժեղ ես։ Դու իմ ուժեղ աղջիկն ես։ Ու նահանջել չկա։ Լսում ես։
Իմ արև աղջիկ, դու շատ ուժեղ ես։ Հենրի, ես ինչա վիճակդ։ Կլինի մի հատ ուշքի գաս։ Իմ ուշքի գալը քո համար ծառընտու չի։ Այսինքն, որ ես ուշքի եկա, սկսեցի սառը դատել, երեսից չեմ կարողանալու նայեմ։ Ինչի որ կյանքից գնով կազմակերպեցի, որ Անգելինայի հետ միասին լինեք։ Դու կյանքի գնով ոչ մի բան չես արել։ Արել ես այն, ինչ քեզ է պետք եղել։ Ես էլ ասում եմ, պապս ինչ էր ասում։ Ուշադիր եղի գետնին կպած մնա։ Չհասկացա, դու չգիտեիր, որ մի օր ես ամեն ինչը բացահայտվելու է։ Կասես քանի անգամ պիտի քո պատճառով դժբախտանամ, թիվ ասա, որ հանգիստ լինեմ, պատրաստ լինեմ։ Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Դու քեզնից բացի ոչ մեկի մասին չես մտածում, մանավանդ իմ։ Չես հասկանում, որ Անգելը ինձ երբեք չի ներելու։ Կների։ Խելոք։ Եթե խելոք լինի, չի ների։ Ամբողջ գիշեր ոչ ես մի րոպե աչք փակեցի, ոչ դու։ Այսքանից հետո քնել կլիներ։ Կհավատաս, վախենում եմ Անգելինային զանգեմ։ Չգիտեմ զանգեմ, ինչ խոսեմ, ինչ ասեմ։ Ոչինչ։ Քիչ-քիչ պետք է հարմարվենք այս իրավիճակին։ Իսկ դու իմացար ինչ են խոսել, պապա դու Անգելինան։ Չէ, ես այդ ժամանակ ներքևում էի, բայց պապան 5 րոպե խոսալուց հետո վատացավ, տարա հիվանդանոց։ Չեմ էլ ուզում պատկերացնեմ պապան ինչ ասում հիմա։ Աստված տա վատ չանադառնա այդ իր առողջության վրա։ Իսկ երբ ես մոտը գնալու, կասես ես էլ կամ հա հետդ։ Չէ, Մերի, դու չես գալու, դու մնալու ես տունը։ Նենց էլ որ երեք գիշերվա կեսին հիլար գնացիր Անգելինայից տուն, գիտես որ իմ սրտով չէր։ Դե բայց իմ դրության մեջ էլ կարելի է չէ մտնել։ Մտնում եմ, դրա համար չեմ խոսում։ Լավ, Մերի, ես դուրս եմ գալիս։ Մի կտոր բանկեր նոր։ Չէ, էլի, թող մնա այդ։ Ինչ։ Չես կարողանում աչքերիս մեջ նայես։ Դե ասա ինչի մասին էիր ուզում խոսենք։ Ամեն ինչ։ Դու գիտես ինչի ես կարողացել այսքան հեշտ ես գաղտնիք այսքան ժամանակ պահել։ Հեշտ չի եղել։
Ես էլ եմ տանջվել։ Կարողացել ես, որովհետև գիտեիր իմ անսահման հավատի մասին քո հանդեպ։ Դու գիտեիր, ես երբեք չեմ հավատա, որ դու իմացել ես իմ երեխեն որտեղ ա ու ինչ չես ասել։ Մամ, Մի ասա։ Դու այդ բառը ինձ մի ասա։ Երեխեն մոր հետ սենց չի վարվում։ Երեխեն մոր ես վիճակին չի հասցնում։ Դու տեսել ես քո հերի իմ հետ ոնց հավարվում ու լռել ես։ Հերի, դու ոնց ես լռել։ որպես տղամարդ փորձել եմ իրան հասկանալ։ Ու մի մոռացի ինքը իմ հերն է։ Բա ինչի մոռացար, որ ես էլ քո մայրն եմ։ Ճիշտ են ասում։ Արյունը ջուր չի դառնում։ Մի ասա տենց։ Բա ինչ ասեմ։ Բա ինչ ասեմ, որ հիմա տեղին լինի։ Իմ համար հեշտ չի եղել։ Ես շատ եմ տանջվել ու ուզեցել եմ քեզ ասեմ, բայց Հերի, ես էլ չեմ կարող։ Ես էլի վիճակի չեմ ես հեքիաթները լսելու։ թող մեզ խոսում։ Դու շատ երկար ժամանակ ես ունեցել խոսելու համար։ Իսկ հիմա արդեն շատ ուշ է։ Ես քեզ մի անգամ ասել եմ ու նորից եմ կրկնում։ Ողջ աշխարհին կներեի, բայց քեզ չեմ ների։ Ես քեզ իմ կյանքն եմ տվել։ Ես քեզ իմ սիրտն եմ նվիրել, ամեն ինչի պատրաստ եմ եղել, որ դու երջանիկ լինես ու դու հիմա ինձ սենց ես հատուցում։ Հաստորեն չենք կարող խոսել։ Ինչ խոսենք։ Ես ինձ հիմա ոնց համոզեմ, որ քո արածը ճիշտ է։ Որ այն ինչ դու արեցիր իմ ու Անգելինայի հետ իր արդարացումը ունի։ Ես քեզ ոնց ներեմ ասա։ Չգիտեմ։ Որ կանգնեց առաջը դու ասեց Անգելինան Աննայի աղջիկն է, բայց Աննա ինչ ասես դրա մասին։ Դու ինչ էիր մտածում, որ այս գաղտնիքը երբեք չի բացահայտվելու։ Չէիր հասկանում, որ վերջում դու ես մեղավոր լինելու։ Ինքը քեզ խառնել է իր կեղտոտ գործերին, որ վերջում մենակ չմնա, որ հանցակից ունենա։ Չեմ հասկացել։ Ու հիմա էլ չեմ հասկանում։ Ես չգիտեմ ինչ պատասխան տամ քեզ։ Իսկ ես գիտեմ։ Պատճառը այն է, որ դու շախունց ես։ Որ քո երակներում շախունցների արյունն է հոսում։ Ինչքան էլ որ ես եմ քեզ դաստիարակել, ինչքան էլ որ սեր ու բարություն եմ սերմանել քո մեջ միևնույնն է։ Դու քո հոր տղեն ես։ Իսկ ես չեմ կարող ներել։ Դեմ ուժերից վերան։
Լավ էլի պապ, դու իրոք թքած ունես շուրջդ ինչ ա կատարվում։ Ինչ ա կատարվում։ Մարդիկ գործ են գնում։ Եղանակը ցրտում ա։ Գրիլանում ամեն ինչ համով ա։ Ինչ լավ կողոց ա։ Պապ, հորքուրը տնից գնացել է ու երբեք կարող է չվերադառնա։ Ինչի՞։ Շախունցներին լրացուցիչ խոհարարու ա պետք։ Լավ էլի։ Հա ինչ։ Գնացել է լավ արել։ Այդ հորքուրիդ խնդիրն ա, կորցնողը ինքն ա։ Իսկ դու ինչ ես կորցրել ու կորցնում։ Ես ինչ կորցնում եմ, հետ եմ բերում, աղջիկ ջան։ Թող կորցնողը մտածի, ինձ կորցնողը։ Պապ ջան, շուրջդ բոլորը դժբախտ են։ Այդ ժամանակին ինձ կորցնելուց ա։ Թող չկորցնեին, դժբախտ չլինեին։ Հաշ չես ուտում։ Բալես, ճիշտ կլինի, որ մենք խոսենք երեկվա մասին։ Ինչ խոսենք։ Ես ձեզ հարցնելու եմ ինչի չէիք ասում, դուք պատասխան չեք ունենալու։ Ու դառնալու է տհաճ խոսակցություն։ Որովհետև վախենում էինք։ Ուզում էինք քեզ հետ պահել սխալ քայլերից։ Հետո համաձայնել եք, չէ, որ ամուսնանամ Հենրիի հետ։ Որովհետև դա քո երջանկության մասին էր։ Բայց մենք չենք պատրաստվում քեզ վանդակի մեջ պահել։ Ինչ ուզում ես, արա։ Տեսնում եք ոնց են վարվում իմ հետ հայր ու որդի։ Ոնց եք լռել։ Մենք լռել ենք, որովհետև վախեցել ենք քեզ կորցնենք։ Ուրիշ պատճառ չկա։ Բարև ձեզ։ Անգել դուրս արի խոսալու բան կա։ Գնա։ Ասում եմ արի դուրս գանք խոսալու բան կա։ Ասացի գնա։ Մինչև չխոսանք ոչ միտեղ չեմ գնալու։ Դուրս գնա։ Ձադավակ մի խառնվի իմ ու կնոջս հարցերին։ Նախ մինչև քո կինը դառնալը իմ աղջիկն էր։ Եվ շարունակում ա լինել։ Եվ հետո Եթե չի ուզում հետդ խոսել, ուրեմն չի խոսելու։ Այդ արդեն ես ու ինքը կորոշենք։ Ամեն ինչ բացահայտվեց, հարմար դիրքը բռնեցիք, նստեցիք, հա, ես էլ վատը դարձա։ Տիկին Վիկտորիա, առաջինը դու էիր ինձ խնդրում, որ Անգելին ոչ մի բան չասեմ։ Իսկ այդ ոնց է դառնում, որ ես հիմա սխալ եմ, դու ճիշտ։ Ասացի գնա Հենրի։ Ոնց անեմ, որ իրան չատեմ։ Ոնց։
Վերջը քո ասած աղվեցիր, հա։ Ավակ լավ չես։ Անջուր դուր։ Գդար։ Ասի ես մեկն էլ խմի։ Սիրտդ լավ չի։ Միրուք բանը։ Լավ է։ Շտապոքնություն կա չեմ։ Աչեր կարիքը չկա։ Ջուրիկ է։ Ասել մի տեղ հորա։ Ճիշտ էիր։ Դու ինչպես միշտ ճիշտ էիր։ Միայն թե ես չէի պայքարում հանուն ես խոստովանության, ես պայքարում էի հանուն իմ աղջկան։ Կներես ինձ։ Կարիք չկա կներես ասելու։ Սոզվում ես ինձնից։ Թույլ տուր այդ հարցից չպատասխանեմ։ Աղջիկը ողջ է։ Ու այսքան ժամանակ մեզ այդքան մոտիկ ա եղել։ Ես առաջին իսկ օրից Անգելինային նմանացրել եմ քեզ։ Մտածում եմ երևի իմ հիմար սիրո արդյունքն է, որ ամենտեղ քեզ եմ փնտրում։ Ինչքան միամիտ եմ ես եղել։ Ինչքան անխելք եմ եղել ես սոս։ Ու 25 տարի անց Աստված մեր երեքի հանդիպումը այս կերպ կազմակերպեց։ Աստված մեզ միշտ միավորում է, բայց մենք իր կամքին հակառակելի հեռանում ենք իրարից։ Ես քեզնից երբեք չեմ հրաժարվել։ Հիշում ես տարիներ առաջ տատիս վառարանի մոտ ինչ խոստումներ էի քեզ տալիս։ Հիշում ես իմ առաջարկները, մեր տուն գնալու, մորս հետ ապրելու, սպասելու մինչև ես բանակից վերադառնամ։ Հիշում ես այդ ամեն ինչը, թե Միքայելը դա էլ է ուղեղից հետ ջնջել։ Սոս ես չէի կարող իմ հոր կամքին հակառակ գնալ։ Ուրեմն խոստովանիր, որ մենք քո վախերի զոհն ենք դարձել։ Խոստովանում եմ։ Ես քեզանից երբեք չեմ հրաժարվել։ Ես պատրաստ եմ եղել ցանկացած պատասխանատվություն կրել, թքած ունենալով թե իմ հետ ինչ կլինի։
Ես նույնիսկ զորամասից եմ փախել եկել։ Ընդամենը քո մի զանգի համար։ Ինձ ասեցին, որ դու մահացել ես։ Հետո դա բավարար հիմք էր, որ մեր սերը մոռացվեր, ուրեմն մեր սերը քո մեջ այդքան մեծ չի եղել, հանուն որի որ դու պիտի պայքարեիր։ Սոս ես երեխա էի։ Ես հղի էի, ես մենակ էի, ես վախենում էի, ես օգնության կարիք ունեի։ Եվս մի լուրջ պատճառ, որ պետքա Միքայելին մերժեիր, իսկ մերժելու փոխարեն դու գնացիր իրա գիրկը, հարմար տեղավորվեցիր։ Կնկարագրեք ձեր վիճակը։ Մի քիչ շունչ սարկդրում։ Ճիշտն ասած, լուրջ խնդիրներ ունի սրտի հետ կապված։ Ինչի՞ չէիր ասել, որ շտապ օգնություն եք կանչում, մամ։ Կտրուկ վատացավ չէր էլ թողում, որ շտապ օգնություն կանչեի։ Հանգիստ պարկեք, հիմա կտեսնենք։ Մի հատ եկագի անենք, որ խնդրեմ մի բաժակ ջուր կբերեք։ Հա, իհարկե։ Ժժկոյի ջան, ինչ վիճակ կա պապայի մոտ, ինչ խնդիր է։ Նախաինֆարկտային նշաններ եմ տեսնում, պետք է հիվանդանոց տեղափոխենք։ Ոչ մի դեպքում։ Պապ, բայց չլսեցիր, պիտի գնաս հիվանդանոց։ Ես իմ տնից դուրս չեմ գա։ Եթե վիճակը ծանր է, ո՞նց ես դուրս գալու։ Ուզում ես տոնը մնաս ու… Խնդրում եմ ավակ, գնանք հիվանդանոց։ Վիկա, հիմա դուք եք ինձ բարկացնում։ Հանգիստ թողեք ինձ բան չի լինի։ Կստորագրեք, որ հրաժարվում եք հիվանդանոց գնալ։ Կստորագրեմ։ Հասար ուզածիդ, ընդունի շնորհավորանքներս։ Չհասկացա, ինչ ներկայացում ես բեմադրել։ Ներկայացում բեմադրելը քո մասնագիտությունն է։ Այս բայց սկսած իմ կյանքում ոչ մի բան էլ չի փոխվելու։ Մի հատ տոնդ փոխի։ Չեմ իջացնելու։ Թող բոլորը իմանան, որ քո պես հեր ունեմ, ով ունակ է իր երեխուն ոչնչացնելու։ Ես երբեք ոչինչ չեմ արել դրա համար։ Չէ դու լուրջ իմը մտածում ես, որ ոչ մի բան չես արել։ Գոնե հավատում ես խոսքերիդ։ Ընդհանրապես բան չես արել ինձ ոչնչացնելու համար։ Հիմա ամենայն դեպս եթե ինչ-որ բան արել եմ, ուրեմն հատուկ չեմ արել։
Քո կողմից ամեն ինչ շատ մանրակրկիտ մտածված է եղել, papa։ Դու շախմատիստի պես ես գործել ու խաղացել ես խաղը։ Ու հենց այդ է հիմա արդյունքը, որ Անգելինան ուզում է ինձնից բաժանվի։ Դե լավ, հիմա տաքացածա բանը ասել է։ Լուրջ մի ընդունի։ Չեմ կարա լուրջ չընդունեմ։ Ես քո պես չեմ, եսի մեռած։ Ես իմ տունն ու ընտանիքն եմ ուզում։ Ուզում եմ իմ սերը պահեմ։ Լավ։ Ես մի բան կմտածեմ։ Մտածի։ Շատ արագ մտածի, որովհետև հանկարծ եթե Անգելինան ինձնից բաժանվեց, իմացի ես էլ հերչում եմ։ Դե լավ է։ Ըստ ինչ հետաքրքիր հայտարարություններ։ Իմ հետաքրքիր հայտարարությունները, papa, քո սկսած հետաքրքիր խաղի շարունակությունն է։ Ու եթե չես ուզում, որ ամբողջ կյանքդ իմ ատելությանը արժանանաս, սխալը ուղի, թե չէ, տղաչում ես։ Պապ, ինչի ես մեր հետ սենց վարվում։ Սենց ոնց։ Հիվանդանոց չգնալով։ Եթե քո մասին չես մտածում, գոնե մեր մասին մտածի։ Երեխան ճիշտ է ասում։ Եթե քեզ մի բան եղավ, ես չեմ ապրի։ Մենք չենք ապրի, մամ։ Որովհետև իմ հայրը իմ համար շատ կարևոր է։ Ինչքան էլ նեղացած լինեմ ձեզնից, մեկ է ես ձեզ շատ եմ սիրում, դուք իմ համար շատ կարևոր եք։ Կներեք, եթե ես իմ խոսքերով կամ պահվածքով ձեզ նեղացրել եմ։ Շարունակ։ Պապ, պիտի գնաս հիվանդանոց ու զբաղվես քո առողջությամբ, խնդրում եմ քեզ։ Դու կամ չես սիրել ինձ, կամ էլ չես պայքարել մեր սիրո համար։ Ես քեզ սիրել եմ։ Ես քեզ շատ եմ սիրել։ Որն է քո շատ սիրելու ապացույցը։ Վերջերս Միքայելին նորից երեխա պարգևելը։ Ոնց կարա սերը լինի ու տարիների ընթացքում մարի։ Նույնիսկ ունենալով կին ու երեխա եմ ասում։ Դու հիմա ինքդ քեզ հակասում ես։ Ես ինքս ինձ չեմ հակասում։ Լավ գիտակցում եմ ինչ եմ ասում։ Նա իմ ընտանիքին էլ քո ընտանիքին էլ։ Բայց ես չեմ եկել այստեղ մեր անցյալը քննարկելու։ Մենք չենք կարող մեր անցյալը չքննարկել, որովհետև մեր անցյալի ամենաթանկ մասնիկն ենք գտել։ Ու քո ամուսինը, քո թշվառ ամուսինը, որին ատամներով դու պահում էիր, պատասխան է տալու մեր երեխու հետ կատարվածի համար։ Ես գիտեմ, որ իմ խոսքերը հիմա քո համար ոչ մի նշանակություն չունեն, բայց կներես ինձ։ Կներես, որ չեմ կարողացել մեր երեխուն պաշտպանել։ Կներես, որ թույլ եմ եղել։ Կներես, որ չեմ պայքարել մեր երջանկության համար։ Դու կույր էիր, թույլ չէր տալիս, որ ես քո աչքերը բացեի, որ տեսնես ով է իրական Միքայելը։ Ես չէի հավատում։ Չէի պատկերացնում, որ Միքայելը կարող է իմ հետ տենց վարվի։ Ինձանից ամեն ինչ սպասում էի, իսկ Միքայելիցդ ոչ։ Սա էլ սիրո մի արտահայտչա ձև է։ Մի ասա տենց։
Ես մի բան գիտեմ, պայքարելու եմ երեխուս համար, Միքայել Շախունցը պատժվելու է, պլաններ ունեի գնալ էստեղից, բայց պլաններս խաթարվեցին, որովհետև Միքայել Շախունցը մահ ամուրալու ինձանից։